Հարգելի հայրենակիցներ, այս 20 օրվա ընթացքում մենք հասկանում ենք, որ ունենք երկու պետությունների գործադիր իշխանություն, բայց հնարավորություն չունենք այդ գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ նստենք և քննարկենք այն բացերը, այն բաց թողումները, որոնց հետևանքով այս հսկայական քանակի զոհերն ենք տվել պատերազմի ժամանակ և ես կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է հանդիպեն ազգային ժողովի պատգամավորների հետ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության ներկայացուցիչների հանդիպման կարիքը մենք ունենք, որովհետև փաստացի իրենք են պահել այդ սահմանը և իրենց շնորհիվ է, որ այսօր պատերազմական գործողությունները չեն տեղափոխվել մեր տարածքների ավելի խորքը և եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության մասին և ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորը, ապա ես կարծում եմ, որ այս անգամ ոչ թե Հայաստանի Հանրապետության իշխանություններն են երաշխավորել մեր ազգային անվտանգության երաշխավորն են եղել, այլ Արցախի մեր զինված ուժերն են, որ կարողացել են երաշխավորել։ Հիմա մենք պետք է խոսենք այն բացթողումների մասին, որը թույլ ենք տվել և դրա համար օր առաջ, ժամ առաջ պետք է տեղի ունենան երկու պետությունների, խորհրդարանների և կառավարությունների միջև քննարկումներ, որպեսզի տեսնենք ոնց ենք լրացնելու այդ բացերը։ Պատերազմը չի ավարտվել, մենք պետք է պատրաստ լինենք ավելի լայնածավալ պատերազմական գործողություններին, որովհետև դրանք Ադրբեջանի օրակարգում են։